Կերպը կարիճ կենթանակերպն է, սեքսուալ, գայթակղիչ, կրքոտ, նրանք սիրում են թանկարժեք իրեր, սիրում են հանրային գումարներ, կարիճները դրանք լավագույն բանկերներն են, նրանք ունեն մեծ ռեսուրսներ, գումարներ, հարկային և հարկադիր աշխատողներն են, որոնք կապ ունեն մեծ գումարների հետ, դրանք նաև քրեական հեղինակություններն են, կարիճը սիրում է ուշի գումարները հաշվել և այդ մարդկանց ձեռքը գալիս են ուղղակի մեծ գումարներ, ժառանգության կտակի կենդանակերպն է, իսկ Յուպիտերը կարիճում տալիս է այդ բոլոր հնարավորությունները, նրանք լավագույն գանձապահներն են, ոստիկաններն են, որոնք գաղտնի այդ բաժանմունքներն են աշխատում, աշխատակիցներն են, նրանք բժիշկներից են, այն լավագույն բժիշկները, որոնք աշխատում են վերականգնողական կենտրոններում, վերակենդանացման բաժնում, նրանք փրկում են կյանքեր, նրանց հնարավորություն է տրված այդ բարդ իրավիճակներում, էքստրեմալ իրավիճակներում ուղղակի համակարգել այդ բոլոր հարցերը և կյանքի մահու այդ բոլոր հարցերում կարող են հաղթող դուրս գալ։ Նրանք լավագույն հետազոտողներն են, այն մարդիկ են, որոնք աշխատում են գաղտնի ծառայություններում, գաղտնի այդ բոլոր գերատեսչություններում, նաև քանի որ կյանքի մահվան հետ կապված այդ ընկերությունն է, ապա Յուպիտերը կարիճում կարող է տալ հնարավորություն աշխատելու և նաև ունենալու այդպիսի դեպքեր եղել են, ապահովագրական ընկերություններ ունեն նրանք, շատ հաջողակ բիզնեսմեններ են, նաև Յուպիտերը առյուծի կենդանակերպում, ասել եմ մեծ գումարներ, Յուպիտերը ցուլի կենդանակերպում, դրանք կորպորացիաներն են, դրանք բոլոր այն գումարներն են, որոնք ուղղակի հարկերից դուրս են, դրանք քրեական մշակույթի կրողներն են կամ այն մարդիկ, որոնք կարողանում են ուղղակի գործել այդ հարթակ և գաղտնի ծառայություններ և մեծ գումարներ, հանրային մեծ գումարներ, բանկեր և նաև քրեական մշակույթ, որտեղ ուղղակի կարողանում են կառուցել իրենց կյանքը։ Մի խնդիր, եթե Յուպիտերը այս կենդանակերպերում վնասված է, ապա ճակատագրական շատ լուրջ վայրիվերումներ կարող են լինել, մի կողմից կարող եք հաղթող դուրս գալ, մյուս կողմից էլ կարող եք կորցնել այդ մեծ գումարները, կապիտալները, եթե անզգույշ լինեք, վատնեք այդ գումարները, իսկ եթե ոչ ձեզ հաջողություն է սպասում, ունենաք հաջողություններ, նաև ունենաք մեծ գումարներ կտակի և այդպես կյանքի ինչ-որ կարևոր մի անձից, այդ անձը կարող է լինել հովանավոր, կարող է լինել ձեր ազգակիցը, մի տեղից ուղղակի ժառանգություն կլինի, որ չեք պատկերացնում, բայց դուք նաև պետք է